Գերմանիա Բերլին քաղաքից ոչ հեռու գտնվում էր Մենթերշվայգե բժշկական հաստատությունը։ Պատերազմի ժամանակ հիվանդանոցը սկսեցին օգտագործել որպես հոգեբուժարան։ Հոգեբուժարանը գլխավորում էր Ուլիխ Բեկը։ Տարիներ շարունակ հիվանդների բարեկամները բողոքում էին, որ պրոֆեսորը իրականացնում է անօրինական բուժումներ։ Իսկ այսօր առավոտյան անհայտ կորած է ճանաչվում իմ նշանածը՝ Լիլիթը։ Ես ուսումնասիրելով հիվանդների բարեկամների բողոքները շատ մեծ կասկածանք ունեմ, որ Լիլիթը գտնվում է պրոֆեսորի մոտ։ Ուսումնասիրելով փաստաթղթերը պարզվում է ամենասարսափելին։ Բժշկական թղթերում նշումներ կային անհայտ պացիենտի մասին, որը բուժում էր ստացել համար 3 պալատում։ Հետախուզության արդյունքում ոստիկանների մոտ չի հաջողվել հայտնաբերվել համար 3 պալատը։ Իսկ այսօր մենք կփորձենք հայտնաբերել վերջապես համար 3 պալատը եւ փրկել Լիլիթին։ Հուսամ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Վայ հորս Սարև։ Լիլա։ Ինչ։ Ինչ ասում չգի։ Դոկտոր Լուկաս Բրեներ։ Արա ես անգլերեն չգիտես։ Օրա սիրտը սակեց։ Արա ես թե բան ունեմ անելու թե կամներ։ Դոկտոր Կլաուս Ռենհարդ, կաբինետ 12, դոկտոր Կլաուս Ռենհարդ, արայց ինչ բատան նրա, արա աղբոնս ճիշտ չել ես էլի լխնդրում եմ, հայր մենք հիմա գտնում ենք հոգեբուժարանում, ու գնում ենք Լիլայի պետք է փրկեք Լիլա, ես գալիս եմ դու դուխով, հեսա մտնում եմ ներս։ Ժողովուրդ խնդրում եմ, ով վախացնեք, Կետամ խնդրում եմ դու գնա ես կգամ։ Աղբերես ես քեզի շատ եմ։ Մի խփի չեմ կպնում մի խփի։ Այսինքն որ ներսը պիտի չլրվի, ես հասկացա։ Կներեք, էլ չեմ լրվի։ Դոկտոր Հաննա Վեյս։ Ինչ պիտի անեմ բանալի։ Հիշում եք լեգենդում նշված բժիշկների անունները։ Դրանք ձեզ կօգնեն, որպեսզի ստանաք քառանիշ կոդ եւ բացեք տուփերից մեկը։ Բժիշկների անունները կօգնեն ինձ գտնեմ քառանիշ թիվը։ Այո, եւ բացել տուփերից մեկը։ Arrivando, cucinera. Bro, tak. Hannan Weiss, Jonan Adler, Matthäus Kruger, չեմ հիշում անունները երթվում եմ, Վիլիկ Բեկ, մի վարկյան, Բեկը հիշեցի։ Նայր աչքերիս մեջ։ Ինչ է ծախենում։ Ինչ է ես քեզ վաշեմ, չէ։ Հաննան է հիշեցի, Բեկը ու Հաննան են, կաբինետ 18, կաբինետ 18, Իլո ամպերի։ Արա կնգաս ես ինչ են հանում մի վարկյան, չբացվավ։ Մի վարկյան է չանին են բացում չգակ էլի խնդրում եմ։ Չի բացվում։ Արա Հաննային հիշում եմ հաստատ, Բեկին էլ եմ հիշում, կաբինետ 18, երթվում եմ, կաբինետ 18։ Լիլ ոնց ես։ Լիլ մի վախեցի, կյանք հեսա գալիս եմ։ Դու արխային։ 18։ Օ բացվավ Լիլո գալիս եմ։ Հա հեսա։ Չէ ես չեմ։ Так, բան կա մեջա։ Մագնիսա, խաղի համար այսի մեր խաղն է։ Ինչ պետք է անեմ։ Բայց ինչ պետք է անեմ, ես խաղարը երթվում եմ, ես ինչ պետք է անեմ։ Գնդակը բռնում է, մի վարկյան, գնդակը բռնեցինք, հետո։ Այս գնդակը պետք է հանեմ, պետք է հանեմ։ Եթե խոսքը սպիտակ գնդակի մասին է, ապա այո։ Հա, հեշտ է հանելը գնդակը։ Այսպես թե չի բռնում։ Բարթացի, արի։ Հանել եմ, easy։ Լիլ սպասի, պրծանք հեշտ։ Թուղթ կա մեջը։ Okay, easy։ Մի վարկյան 4000, բացով։ Nice։
Բանալին լիլով եկալել եմ։ Բանալին վեկալել եմ դուխով։ Մի վարկյան էսի դնենք ստե։ Լիլ ես եմ փորձում եմ դուրը բացեմ։ Դուրը այդ բանը չի։ Էս կոմնա։ Դե չի գնա այն կողմ։ Արա ստե է դուրը։ Դեպի աջ գնա։ Դեպի աջ տեղ չկա։ Էսի է դուրը։ Աշո գտել եմ։ Համբերի։ Երթում եմ ստե դուր կար արա, չէի տեսես դուր արա։ Ասես չի։ Լիլ ապի։ Բացվում արա երթում եմ բացվում է։ Լիլո։ Լիլ։ Չէ, չի բացվում։ Բացվով։ Մի վայրկյան արա վախում եմ երթում եմ։ Օխ արա, մի վայրկյան։ Հայ ես եմ։ Չեմ կար, արա դուրը բացել եմ, վախում եմ մտնեմ։ Մի վայրկյան։ Այդ չի դուրը։ Արա դու ինչ գիտես դուրը որն է։ Կոմպ արա։ Արես ինչ վախենալու երկաստ է։ Օրա գան գարա ձեր, ռորա ռենգենն է, օրա ովենում գլուխնա։ Մտնում եմ ներս, հանգերած թող մտնեմ, խնդրում եմ ներս, փրկեմ ձեզ։ Թողեք մտնեմ ներս, խնդրում եմ, չվախեցնեք, խնդրում եմ, զոմբի աղբեր, ես քեզ լիքը չիպսոն կտամ, խնդրում եմ, մտա ես, ոտս դրել եմ, արդեն ներսն եմ, խապ ես ու գրմար չկա, արա խնդրում եմ աղբեր չվախեցներ, շատ կվախենամ։ Սյո մարդ չկա, արի մարդ չկա։ Խնդրում եմ յարա, աղբորպես տա, պրկեմ ձեզ։ Բանալի մոտս է գիտես չէ, կարում պակեմ, բանալի մոտս է, չի պակում։ Չոքում եմ, մի արի, մի բացի էլի շատ, խնդրում եմ, աղաչում եմ, մի արա էլի։ Աղ, որպես մի արա։ Ես դուրը կանամ պագեմ, տակ համակարգիչ ունենք ստեղ էլի բանկայա։ Մի բացի ես դուրը։ Աղբեր մի բացեք ես դուրը, աղբորպես։ Տողեք անեմ առաջադրանքներս։ Ընկերս, մի շարունակվի մեր այսօրվա վիդեոն, պետք է ինձ տրամադրես 1 րոպե ժամանակ, որտեվ ես քեզ համար բերել եմ մի հատ թույն նորություն։ Ինձ թվում է փոքր ժամանակ բոլորս մեր պենսիոն 1, պենսիոն 2-ի վրա ունեցել ենք GTA San Andreas։ Ինչ էր իրենց ներկայացնում GTA San Andreas-ը, ուղղակի սցենար պետք է աներ, խաղանցներ ոնց որ բոլորն էին ասում ու ավարտվեր խաղը։ Իսկ հիմա պատկերացրա, այդ նույն խաղը դու խաղում ես քո ընկերների, հարազատների եւ նաեւ իմ հետ։ Գնում ես այն տունը, որը ցանկանում ես, գնում ես այն մեքենան, որը ցանկանում ես, աշխատում ես այն մասնագիտությամբ, որով ցանկանում ես, եւ այդ խաղում ամեն ինչ քո ձեռքերում է։ Այս ամենը դու կգտնես on-line RP-ում։ Բայց ամենակարևորը չասացի, եթե հենց հիմա on-line RP-ն ներբեռնես այն հղումը, որը գտնում են նկարությունների բաժնում եւ խաղում օգտագործես Visa պրոմոկոդը, ես քեզ նվեր կտամ Lamborghini հուրական սկզբի համար եւ $150,000 խաղային գումար քո հաշվին, բայց ամենակարևորը այդ նվերները կստանաս այն ժամանակ, երբ որ մտնես իմ սերվեր, որտեղ դու իմ հետ կարող խաղաս միայն մտնելով Texas սերվեր։ Oyster կգտնես Texas սերվերում ես եւ իմ ընկերները սպասում ենք քեզ, որովհետեւ մեր ժամանակը այնտեղ անցնում է մաքսիմալ հետաքրքիր։ Համեցիր on-line RP, հղումը ներքևում է։ Լիլ համբերի հեսա ասա։ Ո՞նց ես տենում ինձ։ Եկավ Լիլա սպասի։ Խնդրում եմ, աղաչում եմ, էլի թողեք անեմ առաջադրանքներս։ Ախ, արա, աղբեր էսով է, աղբեր, հա, մերսի։ Թութակի հետևից, մերսի։ Բայց էլ չգակ, ստե գրացա տուկ ինչ հարա, տուկ, մի վարկյան, ստե վերև ես ինչ էր կարա, ոյ քորա, ստե պրոստը եվի դեկորացիա, ինձ թումա դեկորացիա, տակ։ Արա գրած արա, հաճախ եմ մոռանում համակարգչից գաղտնաբառը, չկա ավելի լավ տարբերակ քան գրել այն հիվանդների վրա, այդպես ծածկագիրը միշտ աչքից առաջ կլինի։ Արա այն հիվանդը որ մեզ վախացնում է։ Չէ, երդում եմ հայերս թե մարդու գլուխ է դրած այստեղ։
Այս գլխի մասին է խոսքը։ Վախար այս գլուխը ես վեկալեմ ինձ։ Արա մի արեք այդ ձենը։ Այս բարակայում հիվանդը ես եմ։ Արաստե մեկի գլուխը կտրած դրած է։ Հաճախ եմ մոռանում համակարգչից գաղտնապարը չկա ավելի լավ տարբերակ քան գրել այն հիվանդների վրա։ Այդպես ծածկագիրը։ Այդ ինչ էր արա։ Դու ես։ Դեբիլ ես։ Երթում եմ չասես հետևնակ։ Ինչ ես անում։ Լիլո։ Չէ, Լիլոն չի։ Չէ, մի արա։ Քո վրա կոդ չկա գրած։ Մի հատ որ շատ խնդրեմ կֆռած։ Սրա վրա։ Ինչ անեմ։ Բան գաղտնաբար պետք է գրեմ։ Հակնեմ։ Ահ, որպես խնդրում եմ մի հակնում եմ։ Հարգելի քննիչ, հագնելու կարիք չկա։ Հիվանդներից մեկը, այսինքն Լիլին, ուսանում է եւ նրա հագուստի վրա, զսպաշապիկի վրա եւս թվեր կան։ Թվի առաջին հատվածը իր մոտ է, երկրորդ հատվածը ձեզ մոտ, կամ հակառակը։ Հասկացա, չհակնեմ։ Վրեդ կոդ կա գրած։ Ո՞րն է։ Վրեդ։ Ո՞րն ասը։ Չգիտեմ, զսպաշապիկի վրա։ Այդ ո՞րն է զսպաշապիկը։ Լույսը կարմիր է, չէ՞ դրել։ Մի հատ մոտիկացի, եթե լույս կա, լույսի մոտ մոտիկացի, զսպաշապիկի թիվը ասա։ Կտար։ Ու որ մասն է։ Որ մասն է։ Ոտից վրա։ Ոտիդ։ Ոտից կողքը գրած է 1 Մեկ է, օքեյ, պահի։ Զսպաշապիկի վրա։ Հեսա, ես էլ գտա։ Հա անգլեն տար մեկ է։ Հա։ Մեկ։ Է, սխալա։ Մեծատարի է, հա։ Հա, մեծատար։ Լիլիթ։ Հա։ Մեկ թիվը 1 թիվը։ ու է։ Հա։ Մեկ է։ Ճա, մտա։ Մտի, շուտ արա, մտի։ Լիլ, հիմա քո վրա շոր կա։ Ինչ ես անում։ Հանում ես։ Ոնց ես հանում։ Հանել եմ հոթել։ Կավա դուրն է բացես։ Չացես մեկ նիպրավիլնի իմյա։ Մի հատ թիվն է հաստատ ճիշտ ես ասել։ Ասում են նիպրավիլնի իմյա։ Ինչ կոդ եք գրում։ 1 է 75։ 13։ Չէ, 13, կներես, ճիշտ է, всё, մի վարքան։ 75, 13։ Всё, մտել եմ, էքսպերիմենտ։ Պացիենտ, recent place ու վիդեո է հայեր։ Մարտի 19-ը 13:45 Ես պրոֆեսոր Ուիլիխ Բեկն եմ։ Մարտի 19-ը Արդեն 4 տարի գլխավորում եմ այս հոգեբուժարանը։ Իմ աղջիկը մահացու հիվանդ է։ Եվ ես բոլորիս թաքուն կատարեցի գաղտնի էքսպերիմենտներ։ Սակայն կարծես թե իմ փորձերը չեն տալիս իրենց արդյունքը։ Ես կարծում եմ կարողանամ բուժել իմ փոքրիկ Սոֆիային, բայց օրորի ամեն ինչ ավելի վատանում։ Եվ ես կարծես սպանում եմ աղջկան, քան էլ ավելի վատ։ Ես վերածում նրան մի նոր հրեշի։ Այսօր վերջին հնարավորությունն է։ Ես վերջին անգամ կատարեմ իմ վերջին փորձը, վերջին ներարկումը։ Եվ եթե դա չտա իր արդյունքը, ես ուղղակի ինքնասպան կլինեմ։ Ցավոք, իմ փորձերը չկարողացան փոխել աշխարհը։ Ես հույս ունեմ, որ այսօր մի փոքր դեպի դրական քայլ կստացվի իմ փորձերի ժամանակ։ Ուիլիխ Բեկ, մարտի 19, ժամը 13:45։ Ուիլիխ Բեկ, մարտի 10։ Լիլո երթվում ես զայնագրածը խելքո ձերի նման։ Մարտի 19 ժամը 13:45։ Մարտի 19 ժամը 13:45։ Մարտի 19 ժամը 13:45։ Մարտի 19 03:19 03:19 Մի բան ստե սխալ արեցի, մի վարքյան։ Դարձրեք նշված ժամին։ Ժամի թվերը ձեզ կօգնա, որպեսզի ազատեք ձեր ընկերոջը։ Լիլո, դե մտածի 13:45, 3 թվանոց կոդ ասա։ Արա չի բացվում 13:45։ Հարկավոր է ժամի թվերը ճիշտ հավաքել ձեր ընկերոջ դռի կողպեքի վրա ճիշտ ուղղությամբ։ Ընկերոջ դռի վրա կողպեկի ճիշտ ուղղությամբ։ Արա ստե է կողպեկը։ Բայց ինչ կողպեկ էր։ Մի վարքյան Լիլ, հələ մի բրթի։
Շո, սա համբերի, դու ես չես։ Դու ես։ Արա ես ինչ տեղ ես։ Բարև, սիրելիս, ես քեզ փրկել եմ, բարև։ Բարև։ Հա, պետք է իշքեք ուղղությունը ասում եմ, մի վարքան։ Արի, ընդ կոդի տեղ կա։ Ըստ էլ կոդի տեղ չկա, չէ։ Այս սրանքա։ Այս ինչ արա։ Ինչ հատ գրած։ Օրա որ դու կողսես ուժ արխային եմ մի տեսակ։ 1-5 թե Մարմնի հատվածները, որոնք գտել եք մեկ ուսարանում, ձեզ պետք կան հաջորդ առաջադրանքի համար։ Ուշադրություն դարձրեք ռենտգենի նկարին։ Վերցրա ես ջոգեցի։ Արա ես տեղ էից, քեզ փրկել եմ, դու ելը մի հատ էլ ասում ես խիտ են ուշ եկար։ Ինչ էրա գրած։ 1-5։ Լիլո, հիմա մարմնի մասերը, ռենտգենները, հեսա, ձեռուրա։ Հեսա։ Ձեռը տուր։ Ռենտգենի թիվը 6։ 5։ Գլուխը ուր էր։ Հա, գլուխն էստե արա։ Հեսա գլուխը։ 3-1։ Մամանոյի, չէ, չանես արսան։ Բացվա։ Անջատվավ կոմպը։ Պացիենտի մասին բոլորս հաճախ լսում ենք տարօրինակ ձայներ, պատի ձայն կողմ, բայց ուշադրություն չէինք դարձնում։ Շատերը հաճախ նկատում էին, թե ինչպես է պրոֆեսորը իր սենյակում պատից կախված քիմիական աղյուսակին նույն հերթականությամբ թակում տուկ։ Հեսա այս տուկը։ Հա։ Բացված Լիլ, տակի դուրը բացվել է։ Պետք է մտնենք։ Չէ։ Լիլ պետք է մտնենք։ Արա այսքան անցնենք պետք է մտնենք։ Չէ։ Լիլ պետք է մտնենք։ Մարդ կա։ Խնդրում եմ արագ գնա Լիլ։ Աղաչում եմ արագ գնա։ Օրես ինչ էր արա։ Don't drink medicine. Ասում եմ դեղ չխմես. I didn't want to hurt to me. Աշ չանուցես մի գնար։ Չկպրեցես, աղբորպես։ Ծանենք էլի։ Սար! Խնդրում եմ։ Այդ ոնց էր վախենում, ես քո վախից ավելի շատ էի։ Արա այս ոնց էր գոռում արա։ Լիլոս դե դանակ կա քո արև։ Արս մարդ կա այնտեղ։ Որտե։ Մարդ կա։ Կարավատի տակից են գալուս։ Չէ, կարավատի տակ մարդ չկա, հանգստած։ Էս ինչ ա Լիլո։ Ուշադրություն դարձրեք բոլոր տեքստերին, որոնք դրված են տոպրակների հետևում։ Ձեզ պետք է այնտեղ այն տեքստը, որը տարբերվում է։ Տոպրակների հետևում տեքստ։ Դե, ինչ ասեց։ Ուշադրություն դարձրեք այն տեքստին, որը առանց վանդականիշի է։ Առանց վանդականիշի տեքստ, աննայ, առանց վանդականիշի տեքստ։ Վանդականիշի ինչ ա։ Վանդականիշը ո՞րն էր արա։ Ախանջ վանդականիշ։ Պահի, որը առանց վանդականիշի է, պահի։ Ո՞ս է պահի։ Դուր, այս տեքստերը, հա, վсё, կոդնա։ Ինձ հաճախ էին տանում մեկուսարան։ Ինձ մոտ կար գախնի իր, եւ այն ես պայեցի մեկուսանում։ Մտիր ներս, գնա աջ անկենում բարձրացիր 1.60 սանտիմետր։ Այնուհետև գնա աջ 30 սանտիմետր եւ կգտնես այդ իրը։ Այս ինչա գրած։ Հիմա ուշադրություն դարձրեք պատի վրա նկարված փուչիկներին։ Տեղերը տալիս են այս հերթականությամբ. մեջտեղ, հետո աջ, հետո ձախ։ Նրանք ձեզ կօգնեն գտնել ձեր հաջորդ հուշումը։ 1-3-4, մեջտեղ, հետո աջ, հետո ձախ, 1-3-4։ Ըգին 12-0-0, stop, stop, stop։ Փուչիկներին։ Մեջտեղ, աջ, ձախ։ Մեջտեղ, աջ, ձախ, 1-3-4։ Դրուկը ձենամելու։ Всё, 1-3-4, հանգստացի։ Всё։ Արս։ Հա։ Արի։ Արանք չկա։ Չէ։ Հա։ Գնաս։ Փակա, չեմ գնում, փակա։ Էս ի՞նչ ա գրած։ Kill home։ Արս մարդ ա գալի։ Մարդ չի գալի։ Արա էլի թղթեր կա։ Երթվո։ Մենք դեպի մենք դեպի ունենք բոլոր բացատրությունները։
ձեր այս հոգեբուժարանը վերջնականապես ոչնչացնելու համար։ Ուշադրություն դարձրեք աբոյով պատի վրա գրված գույների հերթականությանը։ Աբոյով պատի, blue green red, կապուտ, կանաչ, կարմիր, կապուտ, կանաչ, կարմիր։ Շատ ապրեք։ Գրքերը ամենակարևոր մասն էր կազմում մեր պացիենտի օրակարգի։ Իսկ թվում է գրքերի գույները դարձխագիրը գտնելու համար։ Okay, կապուտը կարմիր։ Տեսա կապույտ։ Արա խանել ես թղթերի մեջից։ Չէ, թու չկար։ Հա, կապուտ կարմիր կանաչ։ Երկու հատ կանաչ կա։ Երկու հատ կարմիր կա։ Վերջին զանգիս օրը 1976։ Ինչ ախպեր։ Նրանց մեջ կարդալ ոչինչ ձեզ չի օգնի։ Հա, okay։ Նրանց մեջ կարդալ ոչ մի չի օգնի։ Որ գույներ առաջին է գրված պատի վրա։ Կարմիր, Կապուտ։ Կապուտ, կանաչ, կարմիր։ Կապուտը, Անի բագա։ կապուտ գիրք ունենք։ Okay, ելի մի օգնեք։ Երկու հատ, կարմիրը, 3 հատ, 3, բացված, հարամ։ Երկու, 3, տակ։ Լազեր, երթում եմ ու ֆանարեք։ Ոխաց։ Հիմա ձեր թիմին սպասվում է ամենակարևոր ու ամենաբարդ առաջադրանքը։ Դու պետք է վերադառնաս ամենաառաջին սենյակ։ Հիշում ես, մի մասում կար նկարներ, որոնք չէին երևում լույսի պակասի պատճառով։ Գտնես պրոֆեսոր Լինդային։ Գտած սպայես լույսը Լինդայի աչքին, և այս սենյակում Լիլիթը տոպրակների վերևում կտեսնի գրվածք։ Շտապիր առաջին սենյակ։ Հայեր պետքա գնամ հետ։ Արա ոնց գնամ հետ ախպեր։ Խնդրում եմ, չվախացնեք։ Բանի մեջից մոր դուրս չգա։ Աղաչում եմ, չվախացնեք, հա խնդրում եմ։ Մարտկա։ Մի մտող ինձ մենա։ Գնալի լայ վաղացրա։ Օրեսին լարի մախպել։ Մի հոգեբուժարանը հավերժ կպատվի մնաց 3 րոպե, շտապեք։ Թողում եմ, որ շտապեմ։ Դուս հատվածում է Լինդան։ Լինդան ուրա, Լինդան։ Լիլո կարդա այդ գրվածքը։ Արա, եթե սնեդարхан Լիլիթի մոտ։ Էդի հիշի։ 2 րոպե 30 վայրկյան։ Էդի հիշի։ Չմոռանաս հիշի։ Վայրկյան շտապեք, բացել ձեր վերջին արկղի և միացնել տագնապը։ Անգողն ու վերևը։ Թող միացրել եմ, ես եմ միացրել, շո։ Արի դուրս արի։ Կրիկ։ Գլուխս տրակում այ իմ մարև։ Օրա շատ ուժեղ էր։ Ինչպես հասկանում եք, էսի իսկական հոգեբուժարան չի։ Էսի քվեստ է, որին կարող մասնակցեն ոչ միայն մենք, ոչ միայն իրանք, այլ ով ուզի։ Սա քվեսներ է, Ժողովուրդ ջան, մենք Dream Quest ընկերությունն ենք, հեսա այսպես ենք մենք գրվում։ Արսի էմոցիաները տեսակ բոլորդ, խոսք ենք տալի մի քանի անգամ ավելի ուժեղ էմոցիաներ։ Դա անկեղծ բան եմ ասում, երթվում եմ կյանքումս, ես սարսափ կինո չեմ նայ, որտեվ ես դες բանից թուլանում եմ ախպեր։ Այսօր ես ինձ զգացել եմ, ես չեմ զգացել ամենավախենալու ատրակցիոնի վրա, չգիտեմ։ Արսենի բոլոր բաժանորդներին, Visit TV բոլոր բաժանորդներին, դուք գալիս եք ցույց տալով Visit TV բաժանորդեք, լայքել եք այս վիդեոն, մենք ձեզ կտրամադրենք 20% զեղչ, որպեսզի ավելի հավեսով, ավելի sense ջեր մտնոլորտում դուք խաղաք քվեսները, մենք միշտ պատրաստ ենք, մեր դռները միշտ բացած ձեր առաջ։ 8 տարեկանից բարձրները կարող գան, ճիշտ է։ Այո, կարող եք։ Ու թմով կգաք։ Այո, մինիմալ 2 հոգի, մաքսիմալ ինչքան ուզեք։ Ընդ մի հատ բան կար, դագաղ էր պատից կախած, բայց այդ քվեսթը չեն կարա էլի։ Եթե օրինակի համար դուք հավաքեք 20000 լեկ այս վիդեոյի տակ, կանենք Արսենին կպարկասենք դագաղը։ Instagram-յան էջի հղումը ներքևում է, հեռախոս համար ներքևում է, զանգարում եք, ամրագրում եք ու գալիս եք։ Անպայման շեշտեք, որ Արսենի կողմից եք եկել։ Բաժանորդագրի վիրալություն դիրքո լայքը հաջողություն ցտեսություն կհանդիպենք։